Բարև ձեզ, Ամեկ+-ի եթերում հարցազրույցն է կանայք եւ քաղաքականությունը շարքի հերթական թողարկումը եւ այս անգամ ես զրուցելու եմ մեր ձևով շարժման անդամ Գոհար Մելոյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Մելոյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Դուք իրավապահ համակարգից գնում եք կամ համատեղում եք քաղաքականությունը կամ գնում եք դեպի քաղաքականություն, եթե դուք քաղաքական շարժման եք մասնակցում, այն արդեն դեկտեմբերին գրանցված է որպես կուսակցություն, Ուժեղ Հայաստան, հավանաբար կանդամակցեք, ենթադրում եմ կանդամակցեք նաև կուսակցությունը, եթե շարունակելու եք այդ կուսակցության կամ շարժման հետ համագործակցություն, ամեն դեպքում ինչու իրավաբանությունից քաղաքականություն, արդյոք դուք ձեզ սպառված եք համարում կամ ցանկանում եք համատեղել կամ ունեիք գործունեության լայն, մտածում եք, որ ունեք գործունեության լայն դաշտ, որը իրավաբանությունը միգուցե սահմանափակում է, քաղաքականությունը ավելի լայն հնարավորություններ կտան, ինչու իրավաբանությունից քաղաքականություն կամ ինչու իրավաբանություն եւ քաղաքականություն։ Բարի, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, բնավ սպառված չեմ համարվում, իմ մասնագիտությունը անկեղծ ասած, մեր մասնագիտությունը այնպիսին է, այնպիսի բազմազբաղ է, բազմաբևեռ է, որ անընդհատ իրենով զբաղվելու նոր անկյուններ կարող եք գտնել, առավել եւս որ հիմնադրել եմ արդեն տարիներ փաստաբանական գրասենյակ գործընկերոջս հետ եւ նոր բնագավառներ են ի հայտ եկել, բայց ինչու ներգրավվեցի նաև քաղաքական գործընթացներ, հատկապես մարդու համար, ով մեր ծերունդը սովոր է, որ ընտանիքն է ուղղորդում մասնագիտական ընտրության հարցում, իմ դեպքում ես հնարավորություն եմ ունեցել ի պատիվ ծնողներիս ինքս ընտրելու, անգամ հակառակ պատկերներ, որ ասում են մի փոքր աղջկա համար հարիր զբաղմունք չէ, ավելի նախընտրելի մասնագիտություններ կան։ Իրավաբանությունը նկատի։ Հենց մանկությունից անգամ են հուշատետրեր, որ պահում էինք, երբեմն թերթում ենք, ընկերներով որ գտնում ենք, ես 6-7 տարեկանից արդեն որոշում ունեի ինչ մասնագիտություն եմ ընտրելու ու արդյունքում որոշումս այդպես էլ չփոխեցի ու շատ եմ սիրում մասնագիտությունս, բայց ես կարծում եմ ինչ եմ ես հայտնվել ես ողջ հորձանոթում, ամեն ինչ սկսեց հետհեղափոխական Հայաստանում, երբ իմ գնահատմամբ մասնագիտական արժանապատվության խնդիր առաջացավ, երբ այդ ժամանակ ես երբ իշխանափոխություն տեղի ունեցավ 2018 թվականի իրադարձություններից ես ազգային ժողովում էի աշխատում, վարչության պետ էի, դրանից առաջ է նախորդիվել ողջ կարիերաս ըստ էության մի փոքր մասնավոր սեկտորը հաշվի չառնելով պետական համակարգում է ձևավորվել, տարբեր ծառայություններում եմ ծառայություն իրականացրել ու հենց բառից բուն իմաստով ծառայություն արդարադատության նախարարությունում, բնապահպանության նախարարությունում, այնուհետև օրենսդիր մարմնում ազգային ժողովում եւ երբ արդեն հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, բնականաբար իմ ծառայությունը շարունակում էի եւ նվիրյալ կերպով էի շարունակում, աշխատել եմ նաեւ այսօրվա իշխանության ներկայացուցիչների հետ, ովքեր օրենսդիր մարմնում էին հայտնվել, հետո արդեն մասնագիտական որոշակի անհամաձայնությունների հիմքով իմ թիմի համաձայն դուրս եկա համակարգից, հայտնվեցի հասարակական սեկտորում ու այնուհետև զարգացան իրադարձությունները, օրինակ դատարանների շրջափակման կոչ, սահմանադրական դատարանի հայտնի իրադարձություններ, հենց այս իրադարձությունների համատեքստում սկսեցի հայտնել մասնագիտական սուր կարծիքս բնավ հենց մասնագիտական կաղապարվածություն ուներ առանց որևէ վիրավորական արտահայտությունների ու համեմունքների, որովհետև հիրավի ես գտնում եմ, որ դա մասնագիտական արժանապատվության խաթարում էր, հատկապես այն ուժի համար, որ եկել էր իշխանության հենց այդ արժեքները պահպանելու, բարձրացնելու խոստումով, ու երբ հենց այդ ուժը, որը արդեն մի քանի անգամ պարտավորված է ի համեմատ նախորդիվ իշխող ուժերի այդ արժեքները պահպանելու էականորեն, օրինակ իրեն ոչ հաջող դատական ակտի պատճառով դատարանները շրջափակելու կոչ անել եւ անհետևանք ու անպատասխանատվություն մնալ, իրեն ոչ հաջող իրավական ակտի օրենսդրական նախաձեռնության համար օրենսդիր մարմինը շրջափակել եւ անհետևանք այդ գործողությունը մնա, իսկ սրանք իրավունքի իրավական պետության հենասյունային սկզբունքների ոտնահարում էին, օրինականության սկզբունքի, իշխանությունների տարանջատման սկզբունքի, իրավունքի գերակայության ու երբ արդեն
կոնկրետ անձի, պաշտոնատար անձի կամ արտահայտությամբ նման շրջանցում է տեղի ունենում, արդեն այդ բալանսը թե իրավական պետության, թե ժողովրդավարության խարխլվում է։ Տիկին Մելոյան, եթե չեմ սխալվում, դուք ասացիք մասնագիտական ինքնասիրության խաթարում, հա, կամ նման արժանապատվության, շատ լավ, նման կամ այլ արտահայտություն, իրավական պետության, ժողովրդավարական պետության հիմքերի խալխլում եւ այլն։ Երբ որ դուք ձեր մասնագիտական գործունեությունն եք իրականացնում որպես իրավաբան տարբեր գերատեսչություններում, նույն մասնագիտական արժանապատվության խարխլում չէր արդյոք դատարաններում բազմաթիվ կոռուպցիոն երևույթներ, որոնց մասին մարդու իրավունքների նախկին պաշտպանը նախորդ իշխանությունների ժամանակ հայտարարել էր, կհիշեք Կարեն Անդրեասյանի հայտնի աղմկոտ զեկույցը, որի ժամանակ նա անգամ նշում էր, թե որ ատյանի, որ դատարաններում, որ դատավորի մոտ ինչ կարգի կաշառք պետք է դրական որոշում վճիռ ունենալու դեպքում եւ նման բազմաթիվ այլ երևույթներ թե քննչական մարմիններում եւ թե իրավապահ այլ մարմիններում։ Դա արդյոք չէր խոչընդոտում կամ նվաստացնում ձեր մասնագիտական արժանապատվությունը եւ ժամանակ էլ բացեի։ Այդ դեպքերը, որ դուք թվարկում եք, ես մի քիչ ավելի փոքրահասակ եմ եղել, չի համընկել իմ պետական ծառայության տարիներին, այն ժամանակ, երբ որ ես եմ անցել պետական ծառայության, դա 2013 թվականից ի վեր էր, հակառակը, հա, դատական իշխանության համակարգում հիրավի, հա, գրանցում են բավականին։ Կարեն Անդրեասյանը շատ ավելի ուշ է ասել դա։ Չէ, եթե չեմ սխալվում, ինքը միշտ 13 թվականի իր պաշտոնավարման զեկույցն է եղել, 2013 թվականից ի վեր, նախ նշեմ, որ հենց եվրոպական կառույցների, հա, գնահատականով ցուցիչներով, ինչքան էլ որ նաև արձանագրում են մի շարք խախտումներ, նաև դատա իրավական համակարգի էական բարեփոխումներ էին արձանագրվում, ոչ միայն մեր ներպետական տեսանկյունից, այլև հենց եվրոպական կառույցների կողմից։ Կներեք, Կարեն Անդրեասյանը իր պաշտոնը թողել է 2016 թվականին։ Տեսեք, հավանաբար իր պաշտոնավարման սկզբնական ժամկետին է համընկնել, որովհետև երկրորդի զեկույցից հետո ամիսներ անց նա թողեց։ Եթե կարելի է, ես արտադատության նախարարությունում եմ այդ ժամանակ աշխատել, այդ ժամանակ նոր սկսնակ առաջի կարգի մասնագետից մինչև վարչության պետ ես բոլոր ցանկակներով անցել եմ։ Բնականաբար ուղղակիորեն իմ գործառույթները դատական իշխանությանը չեն առնչվել։ Ես սկսել եմ դատական ակտերի մշակման վարչությունով դատական ակտերի փորձակնության, դա կոպիտ ասած հենց օրենսդրական ստեղծարարության, իրավաստեղծության ստորաբաժանումն է եղել։ Բնականաբար, եթե այսչափ թրծվածություն ունենայի, ու ասեմ, գիտեք, ինչն էր մեր ժամանակների ամենամեծ առավելությունը, որ մենք մեծամասամբ, հա, ես իմ արշինով չափեմ, իմ գնահատական տամ իմ միջավայրով, մենք չենք կաղապարվում ենք մեր գիտելիքների սահմանում։ Օրինակ, եթե այդ ժամանակ ինձ գային ասեին, առաջի կարգի մասնագետներ, գիտես, արի վարչության պետ աշխատի, ես երբեք չի համաձայնվի ու նման իրավիճակ անգամ եղել է ավելի մի քիչ ցածր պաշտոնի, որովհետև մենք հասկանում ենք այդ պատասխանատվության բեռը, որ քո գիտելիքների, իմացականի, ինստիտուցիոնալ հիշողության պայմանավորված հետևանքները ինչքան էական ու լայն կարող են լինել։ Հետևաբար ես հասկանում եմ ինչ նկատի ունեք, հա, նույնական կարելի է կոռելացիա տանել այդ իրավիճակների հետ, որ խնդիրներ կար, ինչու այն ժամանակ կրկնում եմ այդ շատ սուր իրավիճակներում նախ պետական համակարգի մաս չեմ եղել, երկրորդն էլ այդքան հասուն, թրծված չէի ու ուղղակիորեն մասնագիտորեն չի առնչվել գործառույթներս այդ երևույթների։ Հիմա մտնում եք քաղաքականություն, դուք բնականաբար իրավական ոլորտին հրաժեշտ կտաք, թե արդեն քաղաքականության մեջ կփորձեք հաջողություն ունենալ դեպքում ղեկավար պաշտոններ, նախկինում երևի զգուշացրել եք, որովհետև սկսնակ եք եղել, հիմա արդեն փորձառու եք եւ իրավապահ ոլորտներում ղեկավարի դեր հա ստանձնել ըստ նախ իրավապահ համակարգ ասելը մի քիչ մեր հանրության կողմից կոնկրետ համադրություն է, հա, տանում դեպի քննչական մարմիններ, ոստիկանական համակարգ, հա, եթե ընդհանուր ասենք, եւ ինչ որտեղ նաեւ ազգային ժողովի իրավական համապատասխան հանձնաժողով պետական ծառայությունը տեսեք, ես ինչու սկսեցի սկզբից, որովհետև այս քաղաքականության մեջ իմ ներգրավումը ուղղակիորեն փոխկապակցված է, որովհետև մենք իրավաբաններս այսօր մարտիկներ ենք առանց զենքի։ Երբ որ կան քաղաքական հետապնդումներ, քաղաքական բանտարկյալներ, պրոցեսներ, որտեղ դու չես կարողանում քո մասնագիտական ձեր զենքը իսկ երբ չի գործում օրենքը, տեսեք ինչու բերեցի այդ օրինակները։
Հիմա մարդիկ շատերը մեղադրում են սահմանադրությանը, հա, ասում են, այ սահմանադրությանը լավ գրված չէ, դրա պատճառով ենք մենք այս իրավիճակում։ Ոչ, այս բոլոր իրադրությունները ունեն հստակ պատճառ-հետևանքային կապեր։ Օրինակ, երբ վարչապետը դատարանները շրջափակում է, նրա լիազորությունները կասեցվում կամ դադարեցվում են, գործահարուցվում։ Երբ օրենսդիրն է շրջափակում, երբ միջազգային պայմանագրեր են կնքվում, չեն վավերացում մի շարք դեպքեր։ Հիմա մենք, դուք ասում եք օրենքով առաջնորդվեք, օրենքն է ձեր զենքը։ Իմ գոլեգաները, փաստաբանները, հա, դատանում են հայտնվում քաղբանտարկյալների գործերով։ Դասական սեփը սպիտակի վրա գրված գործեր, հա, սկսած Սամվել Կարապետյանից վերջացված Իմնեմնիմի ոդքասթի հաղորդավարներով։ Արդյոք այդ դեպքերով մարդուն տանում են քրեական օրենսգրքի դաշտ եւ ամենախիստ կալանքի միջոցն են կիրառում։ Մեր երկրում կալանքը, խագները խափանման միջոցն են կիրառում։ Ամենախիստը կալանքն է, իսկ կալանքը վերահացվել պատժիչ միջոցառման ներգործում անդիմախոսների նկատմամբ։ Պատահական չեմ ասում, հա, մենք վեր ենք կացվել առանց զենքի մարտիկների, ասենց մերկ ձեռքերով կռիվ ենք տալիս, որովհետեւ երբ դու դատարանում ես հայտնվում, երբ ամբողջ փաստական հանգամանքները քո կողմից են, երբ մածունը սպիտակի ձևաչափով ներկայացնում ես իրադրությունը ու չի բավարարվում քո միջնորդությունը ու օրինակ բերեմ էլի, հա, Վազգենի եւ Նարեկի кейսերը, երբ մարդիկ փոխադարձ վիրավորանքներ են, վիրավորանք է չէ, հա, մի կիսա վիրավորական արտահայտության եզրույթ է կիրառվում, այն է քաղաքացու կողմից, ով ըստ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հանրային պաշտոնյաների նկատմամբ մի քիչ ավելի լայն բառապաշար կիրառելու հնարավորություն ունի, այդ մարդու տուն ներխուժում ազգային անվտանգության ծառայությունը, բերման է ենթարկվում, այնուհետև ազատազրկվում է նույն եվրոպական կառույցների ղեկավարների ուղղակի հրահանգավորմամբ, երբ այս իշխանությունը, որը վառ ընդդիմություններ ու այդքան պայքարում էր, հա, զրպարտության վիրավորանքի ապա քրեականացման դեմ, հասավ արդյունքի ապա քրեականացվեց, եկավ իշխանության նորից քրեականացրեց, եվրոպական կառույցների ուղիղ հրահանգավորմամբ կրկին իրանք ապա քրեականացրեցին։ Մենք կգանք մի փոքր։ Ինչ եմ ուզում հետ որպես ամփոփիչ խոսք, ամփոփիչ խոսքս այն է, որ մենք հայտնվել ենք քաղաքականության մեջ, որովհետև այսօր սա քաղաքականություն չի։ Սա արժեքների պայքար է, սա իրավաբանի համար իրավագիտության արժեքահենության պայքար է, հայրենասերի համար հայրենասիրության պայքար է, մշակութաբանի համար մշակութային արժեքների պահպանում է, յուրաքանչյուր մասնագիտություն ըստ էության ըստ բնագավառների որոշակի թիրախավորվածություն ունի, ու այդ ամեն ինչ նորմալ է երկրում, մինչև այն պահը, երբ մարդը քաղաքական ընդդիմախոս չի դառնում։ Շատ լավ, գալով նորից ձեզ իրավաբանությամբ եք զբաղվում եք քաղաքականություն եւ այլն, քիչ առաջ միջև հարցազրույցի սկսվելը դուք մտահոգություն կամ դժգոհություն եք հարցնում, որ չեք հասցնում ձեր երեխաների հետ շփվել եւ դա մնում է միայն երեկոյան ժամերին։ Փաստորեն հիմա այսուհետ դուք ավելի այդ հարաբերությունները, փոխհարաբերությունները ձեր երեխաների հետ ավելի խաթարվելու են, ավելի շատ են խաթարվելու, ավելի ուշ եք տեսնելու, ավելի քիչ եք տեսնելու, որովհետև քաղաքականությունը ունի նման հատկություն կլանելու ամբողջությամբ, չունեք նման մտահոգություն, ինչպես եք կարողանալու համադրելու ձեր 5 տարեկան աղջնակի հետ, ինչպես եք հասնելու շփվել։ Ես չունեմ նման մտավախություն, հիմա է ամենածանր շրջանը, որովհետև ես սա քաղաքականություն չեմ համարում, ես սա իմ հայրենիքի պահպանության պայքար եմ համարում։ Ամեն դեպքում քաղաքականության միջոցով այսօր քաղաքականության մեջ եմ, որովհետև քաղաքականությունն է այն զենքը դարձել վերջին, որի միջոցով կարելի է պայքարել հայրենիքի փրկության համար եւ իմ արժեքահենությունից ես մշտապես որտեղ էլ աշխատել եմ, ես ամբողջովին նվիրվել եմ, գրաֆիկս գնացել է, բայց կարողացել եմ բալանսավորել երեխաների բնականաբար միշտ երեխաների ժամանակը ավելի տուժել է։ Բայց այսուհետ ավելի շատ կստուժի հաստատ մինչև հունիսի 7-ը միանշանակ էականորեն արդեն իսկ տուժել է, որովհետև անհավասար պայքար է, կանոնները հաճախ այս պայքարի խախտվում են ու բնականաբար ամբողջովին պետք է ներառելիություն ունենալ։ Ուզում եք անեք չեք կարողանում, որ կանոնները խախտվել են եւ պայքարը անհավասար է։ Ինչ եք ուզում, մարզեր եք գնում, սահմանափակում են ձեր այցերին, մարդիկ չեն գալիս, ինչն է խնդիրը։ Ես տեսնում եմ դուք գնում եք, որևէ խնդիր չունեք, հանրայինում արդեն ունեք, արդեն չէ, ամեն դեպքում երբ որ քաղաքական դեմքը ի հայտ եկավ ձեզ, դեռ մի քանի օր հետո կտեսնենք նա է դեմքը, թե ոչ, հանրայինում նա եթեր ունեցավ, միշտ հանրայինից են դժգոհում,
ինտերնետը համացանցը կա, որևէ խնդիր չկա, ի՞նչն է խնդիրը։ Միշտ հանրայինից դժգոհելը դա իրավահեն եւ փաստահեն խնդիր է, որը բարձրացում է մեր հանրության համար, որովհետեւ հանրային հեռուստաընկերությունը կոնկրետ մասնավորի ձևաչափով է աշխատում, եթե այո 1 կամ 2 եթեր հրավիրվում են 1 կամ 2 քաղաքական գործ, այս ուժի քաղաքական գործիչներ, դրան համարժեք ամենօրյա կարգով հակաթեզեր են հնչեցում ու տարաբնույթ մոլորեցնող թեզեր։ Իսկ դուք գիտեք, հա, որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ, միայն հանրային հեռուստաընկերությունը իր տարածվածությամբ համապետական, իր բյուջե ֆինանսավորմամբ եւ այլն ամբողջ դաշտի լրահոսի մի քանի անգամ ռեսուրսը ունի։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ մարզերում այլ են ամենախուլ գյուղերում էլ մարդիկ ունեն հեռախոսներ եւ դրանք արդեն հեռուստացույց չեն նայում, իրենց հեռախոսներով նայում են, որպեսզի համադրելիությունը տանեք ինչու՞մ է խնդիրը։ Ես հասկանում եմ ինչ նկատի ունեք, բայց այնուամենայնիվ այդ գյուղացին շատերը նախ չունեն։ Մենք մարզային այցեր ենք կատարում, տեսնում ենք վիճակը, հա։ Մարդիկ հոգսառատ են, շատերը չունեն ու օգտվելու ձևաչափն չգիտեն, իսկ հանրային հեռուստաընկերությունը մարդու բնակարաններում ավտոմատ ռեժիմով միացրած հեռուստաալիքն է։ Դրան միակ այլընտրանքը մնացել էր շողակաթ ընկերությունը ու իշխանական падգամավորների նախաձեռնությամբ շողակաթի համապետական սփռումը կասեցվեց։ Արդյոք սա մտահոգության տեղիք չի տալիս։ Բնականաբար սա դիտարկում ենք թե եկեղեցու հետ կապված իրադարձությունների համատեքստում, բայց նաև հենց լրահոսի տեղեկատվության ազատության տարածման այլընտրանքային կարծիք լսելու հնարավորության սահմանափակում է սա։ Լավ, Տիկին Մելոյան, ինչու մեր ձևով շարժումը կամ ուժեղ Հայաստան կուսակցությունը, արդյոք որովհետև առաջարկությունը այդ ուժից եղավ, թե արդյոք ժամանակի ընթացքում տեսակ, որ այդ ուժի հնարավորությունները միգուցե ավելի շատ այնքան ընդդիմադիր այլ ուժերին է, որովհետև գնալով ամեն դեպքում վարկանիշը հնարավորինս բարձրանում է։ Ինչու մեր ձևով։ Տեսեք, նախ ինքնաբերաբար, հա, այս համագործակցությունը ստացվեց, որովհետև արժեքային համընկնում կա։ Արժեքային համընկնումը շատ ուղղակի է, երբ եկեղեցու հետ կապված այս արշավը սկսվեց, կրկին այդ մասնագիտական արժանապատվություն ու արդեն որպես հայ մարդ ու քրիստոնյայի արժեքների ոտնահարում։ Պարոն Կարապետյանը իր հայտնի կարճ 1 րոպե տևող հարցազրույց էլ չասեմ, հա, հայտարարությունը կատարեց ու նորմալ չէ իրավական պետությունում, երբ եկեղեցիդ իրավունք ունի բարձրաստիճան պաշտոնյան նման միջամտության եկեղեցական հարցեր, դա իրեն թույլ է տալի, դա հակասահմանադրական ու հակաիրավական է, երբ մեծանուն բարերարը անում է նման հայտարարություն, իսկ Սամվել Կարապետյանն ինչքան է փորձում են ասում եք, հա, ինչպես են թիրախավորում։ Նույն հանրային հեռուստաընկերությամբ բոլոր վարչական ռեսուրսով, ամբիոններից ամենաանհարիր, օրինակ Բարձր ազգային ժողովի ամբիոնը վեր են ածել ինչ որ դեղին մամուլի ամբիոնի։ Դա անհարգալից վերաբերմունք է մեր կգաք մենք կտեսնենք ինչպես կօգտագործեք այդ ամբիոնը։ Ես լիահույս եմ, որ կգանք, ես որտեղ էլ հայտնվեմ, իմ խոսքերին, իմ արժեքներին անկեղծ եմ ասում, հետևողական լինի։ Կլինի դա իմ գործընկերը, կլինի իմ օպոնենտը, ինձ համար կրկին եմ ասում, կան սկզբունքներ, արժեքներ, խաղի կանոններ, պետական մարմինները բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը դա հենց հանրության ժողովրդի հանդեպ է հարգանք։ Դուք ով վարքագծով այդ իզուր չի, հա, որ հանրային ծառայողների նկատմամբ վարքագծի կանոնակարգ է սահմանված եւ դրանք հետևանքներ են ունենում խախտումները։ Դա պատահական արված չէ, որովհետեւ դու քո կեցվածքով, քո գործունեության հանրային չափորոշիչներ է սահմանում։ Հիմա խոսքս ավարտին հասցնեմ, տեսեք ինչ է տեղի ունենում, ինչու եմ հայտնվել այս միջավայրում, որովհետև հենց այս մեկ արտահայտության հիմքով վարչապետի Facebook-յան գրառումներ կատարելը, հա, ձեր տեղը ցույց կտանք եւ այլն, անմիջապես անգամ իրավապահ մարմիններին ողջամիտ ժամանակ չտրամադրվեց այդ իմիտացիան անելու, հա, որ ոչ թե հրահանգավորված միջամտություն է։ Facebook-ը առավոտյան եղավ հայտնի հայտարարությունը, հարցազրույցը Սամվել Կարապետյանի, հետո վարչապետի գրառումները, հետո իրավապահ մարմինները ներխուժեցին տվյալ անձի բնակարան խուզարկության, այնուհետև ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց, հա, այս մարդը, այնուհետև հեծի process-ը մեկնարկեց, այս կրկին հակաիրավական եղանակով։ Ուզում եմ ասել, տեսեք, ինքնաբերաբար ես որպես մասնագետ տվող բանախոսներից եք, որին ընդամենը մի հատ հարց է կարելի տալ եւ դու մնացածը խնդիրներս պետք չի հարցալ, բայց ես հարցեր ունեմ, աշխատել եմ, թույլ տվեք հարցեր տալ։ Ինքս հարցին որպես ուղղակի պատասխան հայտնվեցի այդ միջավայրում, որովհետև կրկին ասում եմ 3 արդեն պատճառ ասեցի, որոնք անթույլատրելի էր հատել ու հատվեց ու ինքնաբերաբար ես արդեն այդ միջավայրում էի։
Շատ լավ, իրավական ոլորտից եւս մեկ հարց, դուք սահմանադրագետ եք, հիմա գիտեք, որ գործընթաց կա կամ խորհուրդ կա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, անկախ նրանից, թե իրենց տված ժամկետները խախտում են, չեն խախտում, այնուամենայնիվ ցանկություն կա սահմանադրությանը փոփոխելու։ Դուք ձեր ուժը ըստ նման քննարկումներ կարող է հասցրել եք, կարող չեք հասցրել ունենալ, կամ դուք անձամբ սահմանադրական փոփոխությունների իրականացման կողմն եք, կամ ինչը կփոխեիք, եթե կողմ եք։ Անկեղծ ասած չենք մանրամասն քննարկում չենք ունեցել, ես ունեմ իմ անձնական դիրքորոշումը մասնագիտական, հիմա այս են հարցերից է, որ երկար խոսելիք կա։ Երկար է խոսելիքը, որովհետև այս մեր երկրում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումները լրջագույն վտանգ ունեն, տեսեք, կա Վենետիկի հանձնաժողով։ Վենետիկի հանձնաժողովի Եվրոպական միության այն կառույցն է, որը հենց սահմանադրական փոփոխություններ որպես իրավունքի գերակայություն երաշխավորող մարմին ունի տեսլականներ, եզրակացություններ։ Հենց իր որոշումներով կարմիր թելով անցնում է երկու գաղափար։ Նախ առաջին հերթին երկրի սահմանադրական փոփոխությունը չի կարող երբևիցե լինել քաղաքական շահարկման եւ արտաքին ազդեցության սպառնալիքի առարկա, եւ երկրորդ պատերազմն էին սկսել։ Եվ երկրորդ հիմա դրան կանդրադառնամ։ Եվ երկրորդ պետք է այս գործընթացը կարևորագույն սկզբունքների ներքո անցկացվի, որոնք նաև այդ թվում վարչապետի որոշման մեջ որպես աշխատակարգ նշված են հանրային մասնակցելիության, հանրային հաշվետվողականության եւ թափանցիկության։ Այսինքն պարտադիր պահանջելի կարմիր թելով անցնում է Վենետիկի հանձնաժողովի որոշումներով, որ պետք է ակադեմիական համայնքը, երկրում գործող քաղաքական կուսակցությունները, ընդդիմությունը բոլորը ներառական լինեն այս գործընթացին։ Հիմա փաստերին, իրողություններին։ Դուք ասում եք, որ մինչ պատերազմ, այո, Քավլիցի այս իշխանությունը ինչ եկել է, այս քաղաքական ուժը ինչ եկել է իշխանության, իրենք օրակարգում ունեցել են սահմանադրական բարեփոխումների իրականացումը։ Բայց հետ պատերազմյան շրջանում առաջին ձևավորված հանձնաժողովը լուծարվեց, եթե չեմ սխալվում, գիտնական անդամների դրա կազմից դուրս գալու հիմքով եւ ձևավորվեց երկրորդը։ Այդ երկրորդ ու իրենց օրակարգում սահմանադրական փոփոխություններն են միշտ եղել։ Ադրբեջանի նախագահը նախորդ տարի հունվարին հայտարարեց, որ պահանջում է, որ Հայաստանում փոփոխվի սահմանադրությունը։ Անմիջապես այդ հայտարարությունից օրեր անց մեր երկրի վարչապետը հրավիրեց ասուլից, որտեղ հայտարարեց, որ իրենք այլևս սահմանադրական փոփոխություններից թևակողմ են նոր սահմանադրության ընդունման ձևաչափ, որն է տարբերությունը։ Տիկին Մելոյան, հարգելիս, այստեղ բառերը խորհրդի հանդիպումները ամփոփեմ, էլի բառերը Ալիևի այդ հայտարարությունն էր, ու եթե կհիշեք, անգամ նախկին падգամավորը, որ հիմա падգամավոր չի, падգամավորը, բայց ոչ ՔՊ-ի անդամ Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ հենց Ալիևն է, երբ տեսնում եմ մենք ինչ գործընթացներ են անում, մեր մոտ հրապարակումներ կան այս մասով, անմիջապես հայտարարություն են անում իրենց մոտ պահանջներ ներկայացնելով եւ այդպիսով տպավորություն ստեղծելով, որ դա իրենց պահանջի արդյունքում է։ Տիկին Ավետյան, իրավաբանին չեք կարող ասել բառերից մի կարճեք, որովհետև սրանք սահմանադրական փոփոխություն ու նոր սահմանություն, իրանք լիովին տարբեր պրոցեսներ են։ Եթե իրենք բովանդակային էական խնդիրներ ունեին, հա, փոփոխություններ կատարելու, ընդհանրապես տեսեք, հիմա կարելի է Ալիևը ասում է պետք չէ, Ալիևը պահանջ ունի, որպեսզի մենք հռչակագրի հողումից հրաժարվենք։ Հիմա կամ եթե թույլ տաք էլի, տեսեք, Ալիևը պահանջում է, որպեսզի մենք հրաժարվենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից, դա հիմնավորելով որպես տարածքային պահանջատիրություն եւ ըստ էության թուրքական պահանջատիրության շրջանակում է ցեղասպանության օրակարգից հրաժարման պահանջ կա։ Հիմա այս պահանջները մեզ մոտ մեր սահմանադիր նախահայրերը շատ գեղեցիկ լուծում են գտել, հա, իրենք մեր սահմանության նախաբանում հողում են կատարում մեր անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագիրը ինքը որպես այդպիսին հռչակագրային փաստաթուղթ է եւ կարծես ցանկացած պետության համար լինի ծննդյան վկայականը, դա փոփոխության ենթակա չէ, դա իրողություն է, որով արդեն ծագում է քո պետությունը։ Հիմա ինչ է ասում Ալիևը երկու պահանջ ունի, հա, որպեսզի մենք Լեռնային Ղարաբաղ եզրութաբանությունից հրաժարվենք, դա ու որ ասում է սահմանադրություն փոխեք, դա հնարավոր է միայն մեր նախաբանից սահմանադրության անկախության հռչակագրից հրաժարվենք։
այդ նախաբանում փոփոխություն կարող է կատարվել միայն նոր սահմանադրություն ընդունելով։ Նախաբանը եւ անփոփոխելի դրույթները չես կարող սահմանադրական փոփոխություններով փոխել։ Պետք է տեխնիկական առումով նոր սահմանադրություն ընդունել։ Եթե սահմանադրության մեջ որևէ այլ բան չփոխվի, մենակ այդ դրույթը փոխվի, մենակ անգամ դրա համար նոր սահման, այո, եւ ոչ թե սահմանադրական, եթե ուրիշ ոչինչ անգամ եթե ոչինչ չփոխես, մենակ այդ մի տողից հրաժարվես, դա պետք է նոր սահմանադրության ձևաչափով լինի։ Այդ իսկ պատճառով իրենք ինձ թույլ եմ տալիս, հա, նման եզրակացություն կատարելու, որ նաև այդ տրամաբանությամբ, թե չէ իրենք կարող են շարունակել ինչպես սկսել են սահմանադրական փոփոխությունների օրակարգ ունենալ։ Իրենց օրակարգը սահմանադրական փոփոխությունից ձևափոխվեց նոր սահմանադրության ընդունում միայն նախորդ տարվա ընթացքում անձամբ Ալիևը, ել չեմ խոսում այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ 30 անգամից ավելի անգամ խոսել է այդ նախապահանջի մասին, այդ նախապահանջը իրենք դրել են որպես խաղաղության պայմանագրի նախաստորագրման հիմք եւ անգամ օգոստոսի 8-ի հռչակավոր իրադարձությունից հետո, հա, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն երրակողմ հռչակագիրը ստորագրեցին ու ենթադրում էր փոխհարգալից մթնոլորտ, Ալիևը դուրս եկավ եւ հրապարակային ասաց դեռ Հայաստանի Հանրապետությունը տնային առաջադրանք ունի անելու այդ սահմանադրության փոփոխության տեքստով։ Դա մեկ եւ անպայման կուզեի խոսել այդ սկզբունքների մասին։ Տեսեք 8 տարի է իրենք 2018 թվականից իշխանության են ի սկզբանե օրակարգում ունեն, հա, սահմանադրական փոփոխությունը արդեն նոր սահմանադրությունը։ Էլի չխոսենք տեխնիկական ժամկետների խախտում եւ այլնի մասին։ 8 տարի է գեթ մեկ հոդված թղթին տրված չեն ներկայացրել։ Բա որ այդ մասնակցելիությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը երբևիցե Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մի քիչ չափազանցեցված եք ասում, դա 20 թվականից սկսվեց։ 18 թվականից օրակարգում աշխատանքային խումբը եւ տեսեք նախորդի մեր Հայաստանի Հանրապետության ունեց կներեք ընդունել ենք 1995-ի սահմանադրություն, երկու անգամ է սահմանադրական փոփոխություն ենք ունեցել, այն երրորդ տխրահռչակ սահմանադրականը չանդրադառնալ։ Համեմատաբար կարելի է շատ արագ տեղ ունեցան։ Որևէ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով մեր Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում նման փակ ձևաչափով, մեկուսի ձևաչափով չի աշխատել։ Եղել են հանրային հաշվետվողականություն, հանդիպումներ, քաղաքական ուժերի ներառականություն, մատուցվել են դրույթները, հայեցակարգ է մշակվել, որ իշխանությունները, դուք ըստ երևույթին, եթե չեմ սխալվում, դուք հարտուղար եք եղել աշխատանքային։ Ես եղել եմ սահմանադրական հենց բայց դա չի խանգարել, որ այն ժամանակվա իշխանությունները ներկայացնեն իրենց ցանկացած, ինչպես հիմա արդեն ասում են Սերժ Սարգսյանի կոստյումը հանդիսացող սահմանադրությունը եւ ի վերջո ընդունել տան այլ սահմանադրությունը, բայց եկեք մենք անցնենք այլ հարցերի, որտեղ մենք եթե գնահատական հնչեցվեցին ձե թույլ տամ էլի, տեսեք, ես քարտուղարություն եմ հանդիսացել, ես համարում եմ, որ պատիվ եմ ունեցել հիրավի հեղինակավոր իրավաբան գիտնականների միջավայրում աշխատել ու այդ մեդալը երկու կողման է, ինչքան է քաղաքական նրբերանգներ կար, որ կարվում էր կոստյում, ներքին միջավայրում, որին ամենօրյա ռեժիմով ներկա եմ գտնվել քննարկումներ, դուք չեք պատկերացնում ինչ մասնագիտական պրոցեսեր տեղի ունենում, հա, մարդիկ բանավիճում են դրույթի հետ կապված, բացառապես մասնագիտական առանց որևէ քաղաքական համեմվածության համատեքստում ու իմ համար որպես մասնագետ, ով այդ պրոցեսներին ներկա էր, բնավ այդ քաղաքական կոստյում չէր, որ կարվում էր, այլ կային արժեքներ, նպատակներ, որոնք դրվել էին ու փորձ էր արվում ամենալավ օրինակ անել։ Ու անգամ այդ 13-ից 15 թվականների հանձնաժողովի գործունեությունը, որ ես քարտուղարություն լինելով ամենօրյա ինքս կազմակերպել եմ, հա, մարզային այցեր, հայեցակարգի հրապարակում, հայեցակարգի հրապարակման հետքերով քննարկումներ բոլոր քաղաքական ուժերի հետ, ով անգամ քաղաքացին, տեսեք, բոլոր հետ իշխանությունները ցանկանում էին, դա ի վերջո ներառեցին։ Բայց հիմա ինչով է համադրելի է արդյոք այդ աստիճան յուրաքանչյուր քաղաքացի, ով անգամ մեկ տրամաբանական առաջարկ ներկայացրել է, ինքը հրավիրվել է հանձնաժողովի կողմից այդ առաջարկը քննարկելու ու դրա զուգահեռ ունենք այս բազմամյա ներկայացրեցին իրենց ցանկացած համանadrությունը, բայց ինչ գիտեք, հանրությունն է ընտրել, չէ՞, քվեարկել է։ Այո, կարող ենք եւ այդպես էլ ասել, թեպետ այն ժամանակվա ընդդիմությունը ասում էր, որ կեղծվել են դրանք։ Բայց այսօրվա իշխանությունն էլ ասում է, եթե փաստեր չես ներկայացնում, ուրեմն համարվում է, որ կեղծված չէ։ Չէ, այսօրվա իշխանության, եթե խոսքով ենք առաջնորդվում, իրենք ինչ են ասում։ Ասում են, եթե դու փաստ չես ներկայացնում լայնած մասշտաբ, որ կեղծվել են կամ ազդեցություն ունեցել են, եթե
կեղծվել էր, թող բողոքարկեին, բայց կամ փաստեր ներկայացվեն։ Այդ ժամանակ նման հետևանքներ տեղի չեն ունեցել, հետևաբար դա կարելի է պոպուլիստական քաղաքական գնահատական որակ է։ Քաղաքականությանը գանք եւ ձեր ուժի հետ կապված ամենաինտրիգային հարցին, թե ով է լինելու ձեր վարչապետի թեկնածուն։ Դատելով հանրային տրամադրված ոչ հանրային տրամադրվածությունից, ավելի շուտ այլ ձեր գործունեությունից, տպավորություն է ստեղծվում, որ հենց Նարեկ Կարապետյանն էլ պետք է լինի ձեր թեկնածուն, հա, թե դուք փետրվարի 12-ին պետք է սպասենք, հա, մնաց 1-2 օր, կարծում եմ բան չի մնացել էլի։ Այդ առումով անակնկալ է լինելու, թե մենք տեսնելու ենք Նարեկ Կարապետյանին որպես վարչապետի։ Ասում սպասենք կտեսնենք։ Փոփոխություն հատկապես որ նորից ցիտեմ իր հարցազրույցներից մեկը, որ նա ասեց, դուք եւս լրագրողին ասեց, դուք եւս մեկ անգամ հնարավորություն կունենաք նրա հետ խոսելու, ես դրանից եզրակացրեցի, որ եւս մի անգամը դա նշանակում է եւս մի անգամ իր հետ հարցազրույցի, որ իսկապես ինքն է լինելու ձեր տեխնացուն։ Տեսեք, ես եզրահանգումներ եմ, բայց վերջնական արդյունքին ու պատասխանը հստակ ստանալու համար փետրվարի 12-ին կհայտարարվի, կներկայացվի, ասում եմ այդ օրով առաջնորդվենք։ Լավ, իսկ ու նաև տպավորություն կա, որ ցանկություն կա միայնակ գնալու եւ ոչ թե դաշինքով։ Տեսեք, դա իրականում տպավորություն է, այս պահի դրությամբ, քանի որ չկան վերջնարդյունքներ, բնականաբար չկան նաև հայտարարություններ, բայց կան բանակցային գործընթացներ։ Այլ ուժերի հետ։ Այլ բոլոր ուժերի հետ ով ցանկություն ունի բանակցելու, մեր առաջնորդը Նարեկ Կարապետյանի դեմքով հայտարարել է, թե ում հետ չեն գնալու դաշինքի, նախկին, այո, եւ մնացածի համար բաց են քննարկումների, բայց հնարավոր է այդ քննարկումները անարդյուն կամ անհետևանք մնան, այդ իսկ պատճառով որևէ բովանդակային մանրամասներ դեռևս չեն ներկայացում։ Եթե որոշում կայացվի համագործակցությամբ, բնականաբար այդ ժամկետներում արդեն այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակացույցներ քննարկում, որ հրապարակի նախընտրական շրջանի այդ ժամկետներում բնականաբար հանդես կգանք հայտարարություններով։ Դուք տարբեր ուժերի հետ քննարկում եք այնուամենայնիվ դաշինքի հարցը, դաշին կազմելու նախընտրական ով նախաձեռնում է, բնականաբար բաց ենք քննարկելու։ Ով նախաձեռնում է, դուք չեք նախաձեռնում։ Մենք էլ ճիշտ ասած ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, ունեմ տեղեկատվություն, որ բոլորի հետ գործընկերային շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք ու քննարկումներ են ընթանում։ Այստեղ եթե արդյունքում այնուամենայնիվ, հա, քաղաքական նպատակների, արժեքների, ծրագրային տեսլականների համընկնումներ լինեն, բնականաբար այդ շատ հավանական են հնարավոր դաշինքները, բայց այս պահի դրությամբ նման որոշում դեռևս չկա։ Հասկանալի է։ Իսկ կարմիր գծերը միայն նախկին իշխանություններն են եւ գործող իշխանությունները։ Կարծում եմ այո։ Մնացածի հետ քննարկում եք, իսկ որ ինչը պետք է լինի համընկնում որ հարցերում հատկապես, որ դուք մնացած այլ երկրորդական հարցերի վրա ուշադրություն չդարձրեք, որոնք են այն 2 կամ 3 կարևոր հարցերը, եթե համընկնում լինի, դուք այդ ուժի հետ դաշինք կազմեք։ Ես դա իմ անձնական կարծիքն է իհարկե, բայց ընդհանուր մեր ուժի տրամաբանությունը հասկանալով առաջին հերթին հարգանքը առ իրավունքի գերակայություն, որովհետև այս ծագել է այս ամեն ինչը կոնկրետ արժեքներից ելնելով։ Դրանց մեկը իրավունքի գերակայությունն է, երկրորդը, հա, մեր արժեքները որպես ազգ, օրինակ ինչպիսին եկեղեցին է, եւ երրորդը արդեն մենք ունենք մոտավոր տեսլականներ, հա, հնարավոր է ինչ-որ ուժ կա, որ չի կիսում այդ տեսլականը կամ չի պատկերացնում դա։ Պետք է ծրագրային տեսլականների միասնական պատկերացում մոտեցումները լինեն, որովհետեւ մենք մի քիչ խաղի կանոն փոխեցինք, եթե նախորդ մշտական, հա, Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում նախընտրական ծրագրերը զուտեղել են հաստափոր տեքստեր եւ որևէ քաղաքացի չի թերթել դրան։ Մենք դա հատուկ նպատակ ունի։ Այդ ոչ թե պոպուլիզմ է, մանիպուլյացիա է, այլ մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ վիզուալ տեսնեն ու հետո գան պատասխանատվության կանչելու դրա հետևից։ Եթե քաղաքացի հարցելու գանք ձեր 5 կետին Տիկին Մալոյան, շատ թեև աղոտ է նախընտրական դաշինքի կամ քննարկումների վերաբերյալ ձեր պատասխանները, նույնքան էլ միգուցե կարող է լինել հետընտրական։ Բայց անշնորհակալ գործ է այս իրավիճակում էլի այդ մասին զրուցելը։ Ես ինքս տպավորություն ունեմ, որ դուք այնուամենայնիվ մինիմալ շեմը կհաղթարեք եւ ազգային ժողովում կներկայանաք։ Ում հետ արդեն ազգային ժողովում կհամագործակցեք։ Արդյոք նորից կարմիր գիծը նախկին իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած կամ Սերժ Սարգսյանը դեռևս հայտնի չի կմասնակցի թե ոչ, այնտեղ հայտնվել դեպքում արդեն կհամագործակցեք, կոալիցիա կկազմեք նրա հետ։
Բարի, տեսեք, այս ինչպես հիմա այս նախնական դաշինքների մասին է անշնորհակալ գործ խոսելը, այնպես էլ հետագա դաշինքների, արդեն կոալիցիաների մասին անշնորհակալ գործ է խոսելը, որովհետև եթե այս սկզբնական հարցում մենք պետք է որոշում կայացնենք, երկուստեք տարբեր քաղաքական ուժերը, ով հետ է որոշում գնա համագործակցության ու դաշինքի, իդեպ նշեմ, որ շեմերը արդեն այս նախագահի ստորագրած հրամանագրով ուժի մեջ մտան ընտրական օրենսգրքի փոփոխված շեմերը եւ լինելու է 4% մեկ ուժի համար, 8% դաշինքի եւ 10% 3 եւ ավելի ուժերի համար։ Հիմա հետ ընտրական գործընթացը դա քաղաքացու որոշումն է լինելու։ Նախ քաղաքացին պետք է, քաղաքացու կամ արտահայտության արդյունքում պետք է լինի, հա, թե որ ուժերն են հնարավորություն ունենալու հատել այդ շեմը։ Նենց որ մենք դեռ պետք է սպասենք, տեսնենք, որ քաղաքական ուժերն են ընդհանրապես հայտ ներկայացնում մասնակցելու ընտրությունների, որովհետև ինչպես էս կոալիցիաներն են, հա, օդի մեջ քննարկվում, այնպես էլ շատ ուժերի վերաբերյալ էլի քննարկումներ ունեք այն խնդիրը, որ քաղաքացին, երբ որ ձեզ ձայն է տալիս, երբ որ դուք մտնեք ազգային ժողով, նա միգուցե դեմ կլինի, որ դուք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցեք, մնաք միայնակ կամ համագործակցեք միգուցե Թաթոյանի ղեկավարած ուժի հետ։ Այս հարցին պատասխանելու համար երկու առաջնահարց կա, հա, նախ մենք մեր հայտնվելը եւ թե այլով կհայտնվի օրենսդիր մարմնում։ Եվ վերջապես ձեր 5 կետերը, որից առաջինը 300,000 նոր աշխատատեղեր առաջին 5 տարում։ Իշխանություններն ասում են մենք արդեն ստեղծել ենք 270-ը, որը մոտենում է 300,000-ին։ Նոր բան չեք ասում եւ նրանք ասում են կշարունակենք ընտրել եւ ավելին նրանք հակադարձում են Գևորգ Պապոյանը, էկոնոմիկայի նախարար, հակադարձեց, որ շուկան մեր այնքան տարողունակ չի, այդքան մեծ ներդրումների չաշխատատեղեր ստեղծելու համար եւ որ շատ ֆանտաստիկ կլինի, եթե կարողանանք առաջին 5 տարում մենք ստեղծենք, ով ուզում է լինի, Հայաստանում ստեղծվի մոտ 140,000 աշխատատեղ։ Դուք շատ ֆանտաստիկ թիվ եք ներկայացնում ըստ նրա։ Տեսեք, ըստ նրա հնարավոր է ֆանտաստիկ է հնչում, որովհետև իրենք մի քիչ ֆանտաստիկայի ժանրով են, էլի հարաբերակցում մեր հանրության եւ մեզ հետ։ Երբ ապրեք, երբ հրապարակվեց այս 5 կետերը, մեկ մի թիվ ասեցին 230,000, հետո 270,000, հետո 300,000 իրարամերժ թվեր սկսեցին իրենք շրջանառել տարբեր պաշտոնատար անձիկ իշխանության, բայց այդ 230,000 թիվը ինքը ըստ էության արդեն ոչ թե կոնկրետ ստեղծված աշխատատեղերի թվաբանություն է, օրինակ ես երկու աշխատավայր ունեմ, երկու պայմանագիր ունեմ, այսինքն մեկ անձ եմ, երկու աշխատանքային գրանցված աշխատող, հասկացաք ինքը մի շարք դա հաշվարկվում է երկու աշխատանք, այո, հասկացաք իրանք մի շարք աշխատանքներ ստվերից դուրս է եկել եւ այդ թվաբանությունը, եթե նախկինում կհիշեք, հա, ինչ արեցին, ներդրեցին ՀԴՄ, կտրոնների շրջանառությունը, հետևողականությունը, վերահսկելիությունը բարձրացավ ի պատիվ իրենց, ու այս աշխատատեղերը ոչ թե իրենք ստեղծել են, այլ մի մասը արդեն գրանցված են դարձել, մի մասն էլ արդեն մեր միջավայրում բազմակի դեպ ես մարդ գիտեմ 5 վայրում գրանցված աշխատող է։ Դա 5 աշխատատեղ չէ, 5 աշխատող չի, 5 աշխատատեղ է մեկ անձի համար։ Ուստի այս թվաբանությունը մի փոքր մանիպուլացված է ներկայացվում ու բնականաբար չեն բաշխում հստակ ցույց տան, հա։ Հասկանալի, ամեն դեպքում նրանք եթե դրանց կեսը ստեղծվել են, կեսն էլ ստվերից են դուրս եկել, դա էլ կարելի է գնահատել։ Հիմա իրենք դարել են։ Մենք որևէ կերպով չենք հերքում դա կամ չենք վիճարկում։ Մենք ունենք հաշվարկված տեսլական, ինչպես հնարավոր է 300,000 աշխատատեղ ստեղծել։ Տեսեք, իրենք դա արել են այն պայմաններում, երբ անգամ գեթ 1 գործարան մասշտաբային չեն բացել Հայաստանի Հանրապետությունում։ Մենք բազմաթիվ օրինակներ տեսանք, հա, ինչպես այն կարմիր ժապավենները կտրվում, հետո այդ գործարանների դռները փակվում։ Օրինակ վառ դեպքը այն հերոստատուցիչների մշակման, հա, վերելակների եւ այլն մի շարք դեպքեր եղել է, երբ վարչապետի մասնակցությամբ գործարանների բացում է տեղի ունեցել, հետո այդ գործարանները չեն գործել ընդհանրապես։ Մի հարց էլ տամ, երբ որ այն ուժը, որին դուք անդամակցում եք, նրա ներկայացուցիչները հայտարարում են արդյունավետ տնտեսություն, զարգացած երկիր, արդյունք ապահովող երկիր ստեղծելու մասին, հարց է առաջանում, թե ինչու տնտեսապես ներկայացված է եղել Կարապետյանների ընտանիքը Հայաստանում եւ որ հիմա Նարեկ Կարապետյանն ասում է ամենամեծ ներդրողն ենք Հայաստանի, ինչու Հայաստանում նախկին տարիներին, չէ որ իրենք հայ են Հայաստանում ծնված այս տարգործունեություն իրականացնող մի ինչ որ համայնքի օրինակի վրա նախկինում
Հայաստանում դա ցույց չեն տվել։ Այնպես մի համայնք, թեկուզ իրենց ծննդավայրի նույն Տաշիր քաղաքի վրա ինքնաբավ համայնք ստեղծելու, նույն գործարանները այնտեղ հիմնելու, որ մարդիկ արտագնա աշխատանքի մեկնելու ցանկություն չունենային։ Տաշիրի շրջանը ամենաշատը արտագնա աշխատանքով մարտապահովող Ռուսաստանի հիմնականում շրջանն է Հայաստանում համարվում։ Տեսեք, ինչու նման մի օրինակ փոքր մի այդպիսի մոդուլի վրա իրենք չէ այս կարծիքը, որովհետև իրապես բազմաթիվ աշխատավայրեր են ստեղծել դրան զուգահեռ հնարավոր նախ հենց Տաշիր քաղաքը փոքր մոդուլն է, պրոյեկտն է, թե ինչպիսին կարող է լինել քաղաքը մեր ինքը ամեն ինչով ինքնահագեցած, տեսել եք, համադրել եք թե սպասարկող դպրոցով, բուժ հաստատությամբ, միջավայրով, բուժ հաստատություն ոչ շրջանը հենց չէ, իր հենց Կարապետյանների ընտանիքի շնորհիվ շատ շրջաններ, օրինակ կոնկրետ չթվարկեմ, եթե գնաք տեսնեք բուժ հաստատությունը միջայլոց եթե այո գնաք եթե գնաք այցելեք, ես ինքս հնարավորություն եմ ունեցել այցանելու, այո, շատ տեղեր կան, որ դա բոլորի ամոթն է, որ բավական տխրահարճակ վիճակում են։ Հիմա գալիս եմ, բայց ես համաձայն եմ, որ հենց Տաշիրում հնարավոր է այդ աշխատատեղերի միջավայրը չի ստեղծվել, բայց համապետական առումով Հայաստանի Հանրապետությունում, երբ որ այդ մարդիկ ասում են, որ ներդրողն ենք ու հարկատուն ենք, իրանք մի շարք ունեն միջավայրեր աշխատանքային, որը ստեղծել են ու այդ կոնկրետ թվաբանությամբ տասնյակ հազարների է այդ աշխատատեղը։ Իսկ հնարավոր է, որ իրենք չլինեն այդ ներդրողը, ավելի շատ լիներ արտագնա աշխատանքը ու իրենք զուգահեռ կարող է ձեզ համար տեսանելի չտաշիր քաղաքում։ Դժվար է ասել, մենք քննարկում ենք այն ինչը կա։ Բնականաբար, այն ինչը կա, հիմա այս մարդիկ ունեն տեսլական, թե ինչ արտադրություններ է ել ավելի հնարավոր ներդնել ու ասեմ ավելին, հա, երբ որ եղել են մասնավոր, որպես մասնավոր ավելի շատ բարեգործության տեսքով են աջակցել հանրությանը մեր հայ մարդուն։ Երբ որ արդեն պետական գործ չի, պետական քաղաքական ուժի տեսլականով, երբ իշխանության կան, այլ տեսլական է ձևավորվում, թե ինչպիսի պրոյեկտներ կարելի է անել ու դրանց հնարավորությունը տնտեսապես հիմնավորված է, որ մեր պետությունը կա։ Իսկ այստեղ ամենամեծ առավելությունը այն է հանդիսանում, որ պետք է ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծել, իսկ պարոն Կարապետյանը այն մասշտաբի գործիչ է, որ ունի այդ հարաբերությունները, այդ ներդրումները գրավչական ստեղծելու, հա, դեպի մեր Հայաստանի Հանրապետությունը։ Ասում են, մինչև հիմա բերեիք ձեր մետաղաձուլական, թե պղնձաձուլական գործարանի մասին խոսում, Վահագն Ալեքսանյանը հակադարձում է, ասում է 13 տարվա ընթացքում մի կրկես, այո, պատրաստեցիք, բերելով բարձրահարկ այլ շենքեր, երբ որ շատ ավելի կարճ ժամանակում։ Ես որպես կողքից մարդ, ով այս ընտանիքի միջավայրում նոր է հայտնվել, անկեղծ ասած, իրենցից խնդրեցի իրենց բարեգործությունները գույքագրված ու իրենք չունեն այդ բարեգործությունները, ստիպված այդ հաշվետվություններով ես եմ փորձում, այսինքն այնքան մարդկանց համար իրական ինչու եմ ուզում եմ տեսնեմ ինչ են ներդրել, հա, մեր երկրում։ Իհարկե, չէ, երեսով հենց այդ հիմա ինչ են բերում, որովհետև այսօրվա իշխանությունը այդ ողջ հմեկի ռեսուրսով անընդհատ թերագնահատում է այդ մարդու բարեգործությունները ու այդ բարեգործությունները այնքան իրական է եղել, այնքան նպատակ չի եղել երեսով տալու, որ այդ մարդիկ անգամ գույքագրած չունեն ինչ են արել այս երկրում։ Ու երբ օրինակ են հայտնի դեպքը, հա, որ քաղաքացիական պայմանագրի падգամավորը ասաց, եթե մեկ բարեփոխում Գեղարքունիքի մարզում ցույց տակ, ես ներողություն կխնդրեմ, այդ մարդիկ մի ամբողջ սոտքը գյուղը ամբողջովին, հա, հետ պատերազմյան ավիրվածությունների ենթարկվա, ամբողջ գյուղը բարենորոգել էին ու գետ, ինչպես դուք եք ասում, այո, բարենորոգել էին ու գետ մեկ գովազ չէին արել դրա հետ կապված, այդ էլի արտահոսեց, որովհետև այդպիսի խոսույթ բերեց քաղաքացիական պայմանագրի падգամավորը։ Կնեք, կրկեսի հետ կապված է, ճիշտ ասած, ես էլ կուզեի բարձրաձայնենք, ինձ էլ հետաքրքրեց, հա, ինչու այդքան երկարաժամկետ տևել։ Նախ, եթե այդ ընտանիքը մի փոքր այլ մի շարք դրան զուգընթաց բարեգործություններ չիրականացնել, շատ մասշտաբային։ Մի քանի անգամ նմանաբնույթ կրկես կկառուցեն, բայց անգամ փողի հարցը չի, ռեսուրս ավելի նպատակային ու բարեգործական նպատակներով են իրենք կիրառել Հայաստանի Հանրապետությունում այդ ժամանակահատվածում։ Բայց կրկեսի հետ կապված էր,
ես ներքին կարգով իրազեկվեցի, որ 3 անգամ պրոյեկտ եմ փոխել, մենք մեր կրկեսը գիտեք, արդեն կրկես չի, Տաշիր Արենա է, եւ համալրել է համաշխարհային այն կազմակերպությունների շարքը, ովքեր դեմ են ու այլևս կենթանիներ չեն ներառում բնապահպանական նկատառումներից, միջազգային չափորոշիչներից ելնելով ու այս մարդիկ այնպիսի շոու են բերել կազմակերպել, որ համար կա օրինակ համաշխարհային մակարդակով այդպիսի արտիստական շարժումները առաջի անգամ են կիրառում։ Դա իրականում շատ մեծ կրկին տուրիստական գրավչական է, հա, այդ մեր Հայաստանի ու Երևանի համար։ Փոքր բիզնեսին հարկերից ազատելը։ Ես հիշում եմ 20-ական թվականներին, երբ որ գործող իշխանությունները ել ավելի լայն արտոնություններ տվեցին փոքր բիզնեսին, գրեթե ազատեցին, այն ժամանակ ես էլ որպես լրագրող իմ շատ գործընկերներ ու ընդդիմությունը հարցեր բարձրացնում, բա որ դա հակառակ էֆեկտ տա եւ դա տվեց։ Այո, երբ որ մասնատվեցին միջին բիզնեսները, անգամ խոշոր բիզնեսները մի քանի մասի եւ այդպիսով որպեսի հարկերից ազատվեին եւ դա բերեց նրան, որ մի քանի տարի անց իշխանությունները հասկացան իրենց սխալը եւ հանեցին այդ արտոնությունները։ Հիմա դուք ասում եք հանենք ընդհանրապես, դա արդյոք չի բերի նույն այդ, դա արդեն կրկնված էֆեկտ է, կրկնված սխալ է գործող իշխանությունների կողմից, ինչու եք սխալը ցանկանում դուք կրկնել։ Սխալ չէ, բնավ չենք ցանկանում սխալներ կրկնել, հակառակը սխալներից պետք է սովորել ու լրամշակել սխալները։ Հիմա մենք 21-րդ լուսավոր դարում ենք ապրում, ամեն ինչը, հա, AI-ը զարգացել, տեխնոլոգիաները զարգացել են եւ շատ ավելի հեշտ է վերահսկել, ստվերից դուրս բերել բիզնեսները, արդեն կան այն խոշորները ու միջին տնտեսությունները ու բիզնեսները, որոնք գրանցված են ու որոնց հեշտ է վերահսկել։ Բնականաբար, երբ որ դու ազատում ես շրջանառության հարկից, իսկ շրջանառության հարկը 5% էր, անցյալ տարի այս ուժը դարձեց 10%, դրա արդյունքում մի շարք բիզնեսներ փակվեցին, շուրջ եթե չեմ սխալվում 36000-ի հասնող եւ դրան զուգահեռել մի շարք ծառայությունների գներ բարձրացվեցին, հա, օրինակ, ինչ ասեմ, իմ վրա օրինակ բերեմ, հա, դասընթացներ ենք մեր երեխաներին տանում, այդ ծառայություններ մատուցող մարդիկ շատ իրենց վատը զգալով ստիպված եղան մի փոքր բարձրացնել իրենց կողմից տրամադրվող դասապատրաստումների, հա, տարբեր հմտությունների, ծառայությունների համար տրամադրվող արժեքը։ Հիմա երբ մենք առաջարկում ենք ոչ թե հետ 5 իջեցնել, այլ ընդհանրապես զրոյացնել, շատ հեշտ վերահսկողական մեխանիզմներ կան, արդեն իսկ պետական եկամուտների կոմիտեն դա ունի։ Եվ մենք նաև տեսլական ունենք, թե ինչպես կարելի է դա կատարելագործել։ Եթե տնտեսությունը մտահվախություն կա, որ հիմա մեծ խոշոր բիզնեսը կօգտվի այս արտոնությունից, կջլատվի, կգա, որպեսզի ազատվի հարկերից, դա նրան չի հաջողվելու, որովհետև ինքը արդեն վերահսկողության ներքո գործում է, իր բիզնեսի տեսակը գրանցված է հստակ, ինքը արդեն այդ ՊԵԿ-ի համակարգում երևում է, բայց չեք կարող ասել գործիչներին, որ ՊԵԿ-ի միջոցով չէին վերահսկում այդ արդեն օգտվող, իջարս օգտվող բիզնեսների գործունեությունը։ Դրա համար կան օրենսդրական գործընթացներ, որոնք կարելի է ավելի վերանայել եւ կատարելագործել։ Այնուամենայնիվ մենք բնականաբար այդ հնարավոր հետևանքները եւս հաշվի ենք առել եւ այդ հետևանքները կանխարգելելու համար, եթե առկա չկան մեխանիզմներ, դրանք կկատարելագործվեն, բայց մեր կարծիքով նաեւ կարելի է, եթե նորմալ պրոֆեսիոնալներ իրենց տեղում աշխատեն, այդ առկա մեխանիզմներով էլ կարելի է կանխարգելել։ Ձեր երրորդ կետը 20% էժան դողորայք, այս հարցը ես իհարկե ձեզ ուղղակի ընթերցում եմ, բայց ձեզ չեմ ուղղի, որովհետեւ այս հարցը ըստ եւին իշխանություններին է պետք ուղղել, որովհետեւ որպես մեկնաբանություն ասեմ ժամանակին իսկապես նման կարծիք եղավ, որ այո, նման կարծիք եղավ, որ խնդիր կա դեղերի ոլորտում, որ նման բարձր արժեք ունի, թեկուզ եւ ի տարբերություն մեր հարևան Վրաստանի։ 20,000 մաչելի բնակարաններ Հայաստանում։ Գործող իշխանությունները ձեզ հակադարձում են, որ եկամուտի յետվերադարձի ծրագիրը գործում է եւ ճիշտ է, դա իրենք չեն Երևանում դա տարեցվեց, ոչ մարզերում։ Եվ իրենք չեն ամենամասշտաբայինն է, որովհետև բնակարանաշինությունը հենց Երևանում է տեղի ունենում։ Մարզերն էլ զարգացնել եւ ճիշտ է, իրենք խոստովանում են, որ այդ ծրագիրը իրենք չեն ստեղծել, նախաձեռնել այն նախկին իշխանությունները, բայց գրեթե հինգապատկվել է գործող իշխանությունների ընթացքում եւ եկամուտի յետվերադարձը, եթե մինչեւ հեղափոխությունը 7-8 միլիարդ դրամի կարգի էր հասնում, հիմա արդեն 40-50 միլիարդ դրամի է եւ իրանք այս ճանապարհով խթանում են երիտասարդ ընտանիքների
նոր բնակարան տեսեք, այդ շրջանառության բարձրացումը թվային առումով ոչ թե իրենց գործունեության արդյունքն է, այլ ընդհանրապես նրա արդյունքն է, որ կառուցապատողները շատացել են եւ իրենք ըստ էության մեծամասնությունը տալիս են թույլտվություն։ Բայց կարող են ավելի շուտ սահմանափակել, չէ՞, դա բայց տեսեք, չէ, ավելի շուտ չսահմանափակեցին, բայց մի հատ տեսեք, արդյոք ես որպես անձ, հա, այստեղ հանդես կամ լրջագույն մտահոգություն ունեմ այդ կառուցապատվող շենքերի որակների հետ։ Արդյոք վերահսկողությունը ընդհանուր միջև մթնոլորտային նոր հիմա մաչելի բնակարանների այն սխեման, որը մենք ենք առաջարկում, ինքը լրիվ մի քիչ ուրիշ կոնցեպտով է առաջարկվելու։ Այդտեղ տենց շատ արդյունավետ մեխանիզմներ են ներդրված։ Նախ առաջին հերթին առաջնահերթություն կա այդ բնակարանաշինության միջոցով ոչ միայն էժան նվազագույն պայմաններ ապահովելով պետական աջակցությամբ խթանել, հա, ընտանիքներին նորաստեղծ այդ բնակարանները ձեռք բերելը, այլև լուծել մեր երկրում շատ կարևոր հարց, հա, սեյսմակայունության խնդիր ունեցող շենքերի հարցը ընդհանրապես հետագայում, հա, եթե այս պրոյեկտը նորմալ հաջողվի, լրացուցիչ, այսպես ասած, կոմպոնենտ է, բաղադրիչ է, դա շատ լրջագույն խնդիր է, որովհետև մենք խնդիր, գիտեք, ինչ տարածաշրջանում ենք ապրում, ցավոք սրտի դժբախտաբար ունեցել ենք հայտնի Սպիտակի Գյումրու դեպքերը, ցավոք սրտի ձեզ հակադարձում են զուտ մաչելի բնակարանի դեպքում, նրանք ասում են մենք ծրագիրը իրականացնում ենք, դուք նորություն չեք ասում այդ առումով։ Նորություն ենք ասում, որովհետև սխեման, սիստեման, որը առաջարկվում է, այլաբնույթ է, հա, ինքը ավելի շեշտադրում է հենց մարզայինի վրա դրված է, բայց զուտ այն ասում է շատ եկամտային հարկի վերադարձ չի նախատեսում։ Ինքը պետական աջակցությամբ այդ ամբողջ բնակարանաշինությունը ամենամինիմալ պայմաններ պետական աջակցությունը օրինակ ենթակառուցվածքների կազմակերպման հարցերում պետական աջակցությունը տարբեր հենց ներդրողների եւ միջոցների իհարկե եթե հիմա թողնվում է բացառապես կառուցապատողի վրա եւ կառուցապատողն է, հա, որոշում ինչ հումք բերի, շատ դեպքերում իր վրա այդ հումքերը շատ ավելի արժեք են։ Այդ մաչելիությունը, այդ ենթակառուցվածքների կազմակերպման հարցում պետական աջակցության իրականացումն է, այսինքն եթե այսօր պայմանական մի բնակարանի կառուցման համար կառուցապատողի վրա շատ ավելի արժեք է կազմում ու դրա արդյունքում շուկայական արժեքն էլ մեր երկրի մանշարժ գույքի էականորեն ավելանում է, ընդհանուր պետական քաղաքականությունը վերանայելու արդյունքում եւ աջակցելով այս պետականաշինության կառուցապատման աշխատանքներին, մենք նախատեսում ենք այնպիսի գնագույացում անել, որ շատ հասու լինի մարզաբնակ ընտանիքներին օրինակ, հա, ու այդ ապակենտրոնացման վրա ենք շեշտադրում նաև իրականացում։ Եվ ի վերջո արտաքին քաղաքականությունը այստեղ էլ շատ հարցեր են հնչում, որ Սամվել Կարապետյանը լինելով Ռուսաստանաբնակ գործարար եւ իր բիզնեսը հիմնականում Ռուսաստանում ծավալած, թեկուզ տարբեր երկրներում կա, բայց հիմնական բիզնեսը Ռուսաստանում է եւ որ Ռուսաստանը հայտնի է իր գործարարներին թույլ տալու անօրինական կերպով հարստանալու, հետո նրանց վրա ունենալու որոշակի լծակներ, նման մտահոգություններ են հնչում նաեւ Սամվել Կարապետյանի դեպքում եւ որ այդպիսով Ռուսաստանը ցանկանում է նրան օգտագործել Հայաստանի դեմ որպես հայկական Իվանիշվիլի։ Հիմա տեսեք դուք արտաբերեցիք այն թեզերը, ինչու է ես մտահոգություն անում, որը օրինակ կանոնավոր կերպով իշխող ուժը տարբեր պաշտոններից, տարբեր ամբիոններից անընդմեջ իրեն թույլ է տալի արտում։ Օրինակ անհիմն է մարդուն ասել, որ թույլ են տվել անօրինական կերպով հարստանալ։ Ընդունեք, որ սա անհիմն է։ Մեր երկրի մեծագույն խնդիրը նա, որ այսօրվա իշխանությունները, քաղաքական գործիչները անմեղության կանխավարկածն են չեղարկել, հա, մարդուն իրենց թույլ են տալիս հատկապես երբ որ դու պաշտոնատար անձ ես, տեսեք դուք ինձ ասում եք հետո տեսնենք դուք ինչ եք անում, ինձ անպայման կհետևեք ես հետո ինչ եմ անում։ Ձեր ուժին ոչ միայն ես այս բան առաջին հերթին իմ համար եմ պատասխանատու, ամեղության կանխավարկածը դա լրջագույն արժեք է ու պատահական չի եղել որ ստեղծվել է, հա, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա, մարդուն չես կարող վերագրել արարքնել։ Սամվել Կարապետյանը հակառակը, հա, որ թիրախավորելու փոխարեն կարելի է վերցնել օրինակ այն հայ մարդն է բացառիկ, որ հայկական բուհական կրթություն ունենալով կարողացել է աշխարհում հասնել Forbes-ի ցուցակում ներառվելու մակարդակի, իսկ Forbes-ի ցուցակը դա միայն ֆինանսական կարողության մասին չի։ Դա նրա մասին է, որ այս մարդը ունի կազմակերպչական հմտություններ, կառավարչական հմտություններ, հաղորդակցման հմտություններ, ու այդ ամեն ինչի համաստեղությամբ ինքը դրա համար ամեն մարդ չի կարողանում, չէ՞, այդպիսի հաջողությունների հասնելը, բացառիկներն են։ Այսօրվա դրությամբ հայկական ծագմամբ 2 հայ միլիարդատեր կան, մեկը
Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն է, մեկը Հայաստանում գերեվարված Սամվել Կարապետյանն է, ու սա նորմալ չէ։ Մենք ոչ թե պետք է մեր բարերարներին, մեր ազգի պարծանք հանդիսացող անձանց անհատներն, ես բնավ չեմ ամաչում։ Ես օրինակ երբեք չեմ եղել Սամվել Կարապետյանի բարեգործության սուբյեկտ, բայց ես որպես հայ մարդ անթույլատրելի եմ համարում ու հենց այդ հիմքով էլ հայտնվեցի իր միջավայրում ու հենց առաջի դատավարության դատանի բակում, որ այդ մասշտաբի մարդուն նման հակաիրավական ոչ տեղին պարագայում առանց ակնհայտ հիմքերի տանեն այս ծանրագույն հետևանքների ու ազատազրկեն ակնհայտ քաղաքական բանտարկյալի համատեքստում, հա, իսկ բանտարկյալի ձևակերպումը ես չեմ հորինել, չնայած հայկական իրականության համար առաջարկել եմ որպես նախագիծ, կա ԵԽԽՎ-ի 1900-րդ բանաձևը, որը հստակ չափորոշիչներ է տալիս, թե երբ է մարդը քաղաքական բանտարկյալ համարվում։ Հիմա այս դեպքում այս մարդը դասական քաղաքական բանտարկյալ է։ Քաղաքական բանտարկյալ են մեր սրբազան հայրերը, որոնք բացառապես եկեղեցու թիրախավորման համատեքստում են այդ կարգավիճակում հայտնվել, ու սա նորմալ չէ։ Հենց այդ եմ ասում։ Հիմա տեսեք, ասում եք, ես չեմ գտնում, որ ռիսկ կա ու Սամվել Կարապետյանը Ռուսաստանի հրահանգավորման ներքո է հայտնվել այս ամեն ինչում։ Նրա բիզնեսի մեծ մասը Ռուսաստանում է, եթե բիզնեսին վտանգ սպառնա եւ սպառնալու վտանգի սպառնալիքով Ռուսաստանը Սամվել Կարապետյանին հարցնի, որ դուք ճնշείτε, որ դուք նման քայլեր անեք, իշա Ռուսաստանին, նա կարող է հրաժարվել, ըստ ձեզ։ Իմ կարծիքով ոչ, որովհետև այս մարդը բոլորիս աչքի առաջ արդեն զիջել է իր անձնական ազատությունը արժեքի համար։ Արդեն իր բիզնեսն էլ է տուժել, խլել են հեծը պետական մակարդակով հակաօրինական ու անգամ միջազգային արբիտրաժի որոշումն այսօրվա իշխանությունը արհամարում մեզ ամբողջ պետությանը հարվածի տակ դնելով միջազգային հեղինակությունը, այս մարդը իր անձնական վճռով կարծեմ մերժեցին ձեր միջնորդության պահանջը չէ, այդտեղ վիճարկելի է, բայց այնուամենայնիվ անգամ եթե մերժեցին նորմալ էր, որ իրանք այսքան կես տարվա չափ չիրականացրեցին ու այնտեղ արդեն մեր վերաբերյալ կոնկրետ մեկնաբանություններ էր գնում որպես պետություն, որովհետև դու այդ վճիռը չկատարելով տեսեք, այդ մանիպուլատիվ են այդ փաստերը, ինչքան հրապարակվում են, դրա հակադարձումները ներկայացվում են, այդքան մանիպուլատիվ։ Ես ինքս նստած եմ եղել հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի մի քանի օր տևած նիստերին, տեսեք, տարական ծանուցումից սկսած, մոնիտորինգներից, մասնակցելուց, ամեն ինչ խախտվել էր, միակողմանի, մարդիկ փաստ են, հա, ներկայացնում էջերով տևող, մարդիկ կանգնում են, հակադարձում են, չեն կարողանում պատասխանել, որովհետև ասում, տեսեք, նույն հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը չի փոխվել, նույն կազմով 5 տարի շարունակ այդ նույն հեծին վերահսկել է։ Գետ մի տենց խախտումներ բովանդակային ինքը եղել է կազմում որպես ղեկավար, արդեն հայտարարում են, որ ղեկավարը հենց պատճառով էլ պաշտոնան կարգվեց։ Տեսեք, ոչ, բայց այս նոր ղեկավարը այսօր գործող, բայց այսօր գործող ղեկավարը այդ կազմում է եղել։ Նոր դրսից չի բերվել։ Ինքը այդ հանձնաժողովի ով ստորագրել է այդ փաստաթղթերի տակ, այդ հանձնաժողովը դա կոլեգիալ ինքնավար մարմին է։ Այսօր այս հանձնաժողովը, որը իր բնույթով մեր սահմանադրությունից բխելով պետք է լիներ ինքնավար մարմին, այդ նստում ենք նիստերի, ակնհայտ ցույց են տալի, թե ինչպես են այսօրվա իշխանության հետ համագործակցում ու չեմ խուսանավի նաև այդ բառից, հա, հրահանգավորված այդ process-ները վարում։ Դա նորմալ չէ ու շատ թերություններ կա, որ հենց սեփականատերն էլ է ասել, բայց երբ մարդը սեփականատերը եկել է 2015 թվականին սնանկացման եզրին հասած մի այս հեծը ձեռք է բերել շուրջ 800 միլիոն դոլարի ներդրում կատարելով, ցանկացած ներդրողի համար դա անբարենպաստ ներդրում է ու եթե չլիներ իր ազգային սոցիալական պատասխանատվությունը իր ազգի հանդեպ, երբևիցե համոզված եմ այս մարդը այդ ներդրումը չէր կատարվի։ Ու 5 տարվա կտրվածքով սնանկացման եզրին հասցված կազմակերպությունը հաջողել է միջազգային բարձրագույն վարկանիշի հասցնել ու գնահատականի ստանալ։ Դրանից հաջորդիվ էլ արդեն երբ էլեկտրոնային հաշվիչներն են 2 տարի առաջ դրել, այդ ստվերային հոսանքի կորուստներն են էականորեն նվազեցրել, այս մարդիկ իրենց նախաձեռնությամբ հոսանքի սակագինը իջեցնելու դիմում են ներկայացել ու կարևոր է ընդգծել, որ այս դիմումը ներկայացրել են մինչև Սամվել Կարապետյանի հետ կատարված հայտնի իրադարձությունները։ Ընտրություններին, տեսեք, դուք բազմաթիվ քննադատում եք իշխանություններին բազմաթիվ հարցերով, միգուցե դրանք օբյեկտիվ են, միգուցե ճիշտ են, միգուցե ոչ, դուք ունեք ձեր համոզմունքը, բայց այնուամենայնիվ չեք կարծում, որ ընտրություններից ընդառաջ
որքան էլ ձեր նոր ստեղծված ուժը դրական վարկանիշ ունեք եւ այն բարձրանում է, այնուամենայնիվ իշխանությունները կարող է հաղթեն բոլորին ընդդիմության էլ, հատկապես վերջին կատարած մեծ այդ ձեռքբերումների արտաքինում թրիպով եւ այլ տարբեր երկրների հետ տարբեր փաստաթղթեր ստորագրելով, տեսնեք այսօր այդ թրիպի ձեռքբերած այդ հնարավորությունները եւ այլ խնդիրներով Հայաստան է գալիս Ամերիկայի փոխ նախագահը Վենսը եւ նման հարցերը արդեն դրական նախադրյալներ կարող են տալ, որ իշխանությունները հաղթեն եւ դուք ունենաք փոքր խմբակցություն ընդդիմադիր։ Տեսեք, նախ մենք գնում ենք հաղթանակի, իմ երկրի համար ցանկացած ձեռքբերում կլինի դա այս իշխանության կողմից կամ իմ կողմից կատարված կամ մեկ այլ երրորդ ուժի, ես չեմ մանիպուլացնում ու սուբյեկտիվ գնահատական չեմ տալիս։ Մեր ուժը, իդեպ մեր առաջնորդի շատ կարևոր հայտարարություն է արել, որ ինչպիսի ելք է որ լինի, մենք զրոյական կետից չենք մեկնարկելու, բնականաբար թե բացասական առումով հետևանքները կրելու, թե դրական առումով մենք ունենալու ենք ինչ-որ իրողություններ, որին եթե իշխանության գանք, պետք է առերեսվենք, որովհետև մենք տեսանք զրոյական կետով մեկնարկելու ծանր հետևանքները։ Հիմա TRIP-ի հետ կապված ես թե դրական տեսանկյունից մոտեցում ունեմ, թե այն ավելի դրական առումով շահարկելու տեսլական մենք ունենք, թե բացասական լրջագույն խնդիրներ ունեմ, որոնք բարձրաձայնել եմ նույն արտաքին գործերի նախարարության ուղղելով իրենց նշելով երբ որ Facebook-ը պետության տրամաբանության մեջ ենք, այդ գրառում եմ կատարել, ու այդ հարցադրումները անպատասխան են մնում։ Բայց այդ հարցադրումների պատասխաններից է կախված այս պրոյեկտների, այս ստորագրված փաստաթղթերի հայկականության եւ հայկական շահի առաջնորդման հանգամանքը։ Հիմա մենք ինչ ունենք, օգոստոսի 8-ին ստորագրվել է հայտնի Եռակոմ հռչակագիրը, դրան զուգահեռ նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, վերջերս արտգործնախարարի դեմքով ստորագրվեց TIF-ը եւ մտադրությունների մասին համաձայնագիրը ու գալիս է մեզ այցի Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Սա շատ մեծ ձեռքբերում է ու կարևոր է, որ գալիս է ոչ թե տարածաշրջանային այցի ու գալիս է այլ Հայաստան ու Ադրբեջան։ Այստեղ նախ պետք է արտաքին դիվանագիտական համայնքը պատասխանի արդյոք բացառապես TRIP-ն է օրակարգում, թե ԱՄՆ Իրան փոխհարաբերությունների համատեքստում ինչ որ ուղերձներ կա, որ պետք է քննարկել, բայց TRIP TIF-ի համատեքստում մենք ունենք լրջագույն խնդիրներ ու հիմա սպասելու ենք տեսնենք արդյոք այս հարցադրումներին պատասխան տրվելու է։ Ինչ ձեռք բերեց Ադրբեջանը։ Ադրբեջանի վրայից հեռացվեց սանկցիան այդ հայտնի հռչակագրով, որով 1992 թվականին արգելվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ռազմամթերքի մատուցումը Ադրբեջանին։ Ադրբեջանը վերացրեց Մինսկի համախումբը իրավական մակարդակով, որը Ադրբեջանի բաղձալի երազանքն էր, ու ասեմ, սա այսօրվա իշխանության տապալած խոստումներից էր, որը 21 թվականին իրենք տվել էին մեր քաղաքացիներին, որովհետև իրենց ծրագրում, որ այսօր էլ գործող է կառավարության, եւ նախընտրական ծրագրում լայնամասշտաբ էջեր էին նվիրված, թե Մինսկի համախմբի նախագահության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության կարգավիճակ են հռչակելու, ինքնորոշման իրավունք են իրացնելու եւ այլն եւ այլն։ Այդ լիովին տապալված է, այդ բազմաչարչար խոստումները։ Եվ երրորդն էլ ասում է ինչա ձեռք բերում Ադրբեջանը, սևը սպիտակի վրա գրած է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է անխոչնդոտ կապ ապահովել Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջևանի Հանրապետության միջեւ։ Ինչ է անխոչնդոտ կապը։ Ոչ TIF-ով է բացվում այդ անխոչնդոտ եզրույթը, որը բավականին վտանգավոր է, Արդյոք իշխանություններն ասում են այնպիսի անխոչնդոտ կապ, ինչպիսին իրանցիներն են մտնում հատում հայիրանական, իրավական չեն բարձրաբանում, այդ իրանց խոսքով չեն բարձրաբանում, բարձրաբանում են իրավական փաստաթղթերը, իրավական տերմին է, եթե իրանցիներն են հատում հայիրանական։ Այո, պետք է հիմա մենք ունենք սահմանազատման աշխատակարգը հայտնի ադրբեջանական հայկական, այդ աշխատակարգը երբ որ սահմանվում էր, հիշում եք հայտնի սահմանադրական դատարանով, ավերացում եւ այլն։ Միայն մեր ձեր հարգարժան գոլեգաների շնորհիվ ազգային ժողովում կրկին, ծայրաստիճան փակ գործընթաց էր։ Փոխվարչապետը, ով հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի հայկական կողմի ղեկավարն է,
երկու օր արտահայտություններ արեց։ Մեկ, որ չունենք քարտեզագրում եւ չունենք պատկերացումներ այդ քարտեզագրման վրա, այս ստորագրենք, հետո բարձ կդառնա։ Տենց չի աշխատում, հա, այս համակարգը։ Նախ պայմանավորվածությունները ձեռք են բերվում, առավել եւս երբ որ դու թույլ կողմից խաղացող ես, առավել եւս երբ դեռ մեզ այսօր կառավարում է այն քաղաքական ուժը, որը պարտվող կողմ է եղել, դա էլ է էական նշանակություն ունի դիվանագիտական հարաբերություններում։ Մեր կողմից կապիտուլյացիոն ակտ ստորագրած քաղաքական ուժը չի փոխվել, նույնն է, ու բնականաբար ինքը շարունակում է այդ ոչ միակողմանի զիջողական տրամաբանության մեջ այդ բանակցային գործընթացին գնալ։ Այս պարագայում, եթե ամեն ինչ այդքան լավ է, ու ստորագրել են, հա, 3 փաստաթուղթ, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքներն են անընդհատ շահարկում բոլոր այսօրվա գործող իշխանության պաշտոնատար անձինք։ Ինչի դեռ Հայաստանի Հանրապետության տարածքից, այդ Ալմաթայի հռչակագրի տրամաբանության, հա, մեր ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս չեն բերվել։ Մեր 4 մարզում ադրբեջանական զինված ուժերի ներկայություն ունենք այսօրվա դրությամբ։ Ինչու ռազմագերիների վերադարձը բոլոր ամբողջովին չի ապահովվել։ Երբ որ գնում ես այսպիսի փոխզիջումների եւ այս իրական է այդ խաղաղությունը, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, որովհետև մեր Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե իրական է եղել, ու մենք իրական երկրում ենք ապրում, իրենք են այդ խաղարկելի դարձնել։ Եթե այդ ձեր մատուցած խաղաղությունն է իրական, ինչի այդ խաղաղություն, իրականությունը փաստող հանգամանքները կյանքի չեք կոչել։ Շատ լավ Տիկին Մելոյան, այդ կարևոր հարցը մենք կախենք օդում, թող պատասխանատուները պատասխան տան, այո, ավարտենք մեր հարցազրույցը։ Ես մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր մեր ձևով շարժման անդամ եւ սահմանադրագետ Գոհար Մելոյանը։